Տիկին Արմինեի շատ խորհրդանշական է Երևանի պետական համալսարանում, որը մի առաքելություն ունի, ինչքան հնարավոր է ապահովել բարձր նշարձող մեր կյանքի բոլոր ոլորտներում հայ իրական երևի ներկաներ, արգելի տիկին Արմինե, Սիրելի Խաչիկ Մանուկյան, սիրելի հյուրեր, մենք հերթական անգամ հավաքվել ենք Վաչական Մանուկյանի կանչին հավատարիմ։ Վաչական Մանուկյանը դարձյալ մեզի մի է բերել և հորդորում է իմաստավորել մեր ապրած օրը, մեր ապրած ժամանակը, մեր կյանքը։ Վաչական Մանուկյանին նվիրված այս մրցանակաբաշխությունը միայն հարգանքի և անարվի չէ։ Վաչական Մանուկյանին նվիրված այս մրցանակաբաշխությունը շատ հետաքրքիր խորհուրդ ունի իր մեջ։ Կենսունակ պահելու Վաչականի ապրելու բանաձևը։ Այդ բանաձևը փոխանցելու նոր եկող սերնդին, դարձնելու իրենց սեփականությունը, որպեսզի եկող սերունդներից ոչ մեկը բարոյական և արժեհամակարգային լուծումների չառնչվի, որպեսզի բարոյական և արժեհամակարգային խնդիրները չվնասեն մեր ընթացքին և Վաչական Մանուկյան գերողը, Վաչական Մանուկյան եղագետը, Վաչական Մանուկյան համարձակ աներկուղ զինվորն ու զորականը մեզ ասում է ապրեք շիտակ, քայլեք շիտակ, մտածեք շիտակ, խոսեք շիտակ, գործեք շիտակ, ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ և ձեր ընկերների, գործընկերների, ձեր հայրենիքի, ձեր պետության, ձեր երկրի հետ ազնիվ եղեք և ձեզ մեծանելու են, ձեզ հիշելու են և փառավորելու են, ինչպես փառավորում ենք այսօր Վաչական Մանուկյանը։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել այն ուսանողներին, ովքեր արձագանքեցին հերթական մրցույթի գաղափարին, ներկայացրին իրենց աշխատանքները։ Այ երեկ մենք տիկին Արմինեի և մրցանակաբաշխության ժյուրիի մյուս անդամների հետ քննում էինք աշխատանքների, էինք բերում մեր բանձիկներն ու տեսակետները։ Բոլորս համակարծիք էինք, որ հրաշալի սերունդ է մեծանում, տաղանդավոր, լուսավոր սերունդ է մեծանում և բոլորս համակարծիք էինք, որ շատ դժվար ընտրության առաջին ինքան հետաքրքիր էին նյութերը, ինքան հասուն էին, որ հաճախ մենք ստիպված էինք լավագույնին ընտրելիս շատ մի քանի անգամ քննարկել, որոշ նյուանսներ, մանրամասներ և այլն, և համոզված եմ, որ ընտրության արդյունքները կբավարարեն բոլորին։ Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը բավարարվածության զգացում կունենա, որովհետև հանձնաժողովի բոլոր անդամները ի վերջո միակարծիք էին, թե ով է առաջին մրցանակակիրը, ովքեր են երկրորդ մրցանակի հավակնորդները, իսկ մենք ունենք մեկ առաջին մրցանակ, երկու երկրորդ մրցանակ և երկու երրորդ մրցանակ։ Մրցանակային ֆոնդը 300,000 դրամ է, առաջին մրցանակակիրը ստանում է 100,000 դրամ, երկրորդ մրցանակակիրները 60,000 դրամ և երրորդ մրցանակակիրները 40,000 դրամ։ Իսկ թե ովքեր են նրանք, մի քիչ ուշ կիմանաք, որովհետև նրանց անունները բարձրաձայնելու իրավունքը վերապահված է ժյուրիի նախագահ Դավիթ Պետրոսյանին, բայց մինչ այդ ես ամբյոնի մոտ եմ հրավիրում
Տիկին Արմինե Պետրոսյանին իր ողջունի խոսքն ասելու եւ նախ ուզում շնորհակալություն հայտնել Տիկին Պետրոսյանին նման նախաձեռնության համար եւ իրոք կառուցողական եւ ազգանվեր նախաձեռնություն է շնորհակալություն հայտնել իմ մայրբուհի ժուրնալիստիկայի ֆակուլտետին Տիկին Պետրոսյանի եւ շնորհակալություն հայտնել մեր օրերի լավագույն բանաստեղծ ընկեր հայր Խաչիկ Մանուկյանին եւ մյուս ծնողներին։ Տիկին Պետրոսյանը թվարկեց անուններ բոլոր բուհերից, տարբեր ֆակուլտետներից, այդ անունները եւ մեզ պարտասնող են եւ միևնույն ժամանակ ցավացնող, բայց ամենակարևորը այդ անունները մեզ պարտավորեցնող են։ Եվ այդ անունների մեջ հնչեղ Խաչական Մանուկյանի անունը, ում իմ սիրտը ցավացնում է, որ ճանաչել եմ, բայց միևնույն ժամանակ նրա ոգով նաև ապրում եմ, ինչ է ցավացնում իմ սիրտը, որովհետև կարոտում եմ, Խաչականի շտիկին եմ կարոտում։ Ուզում եմ էլի ամուր ձեռքս սեղմի, էլի խոսենք իրար հետ, իսկ ինքը ասելու շատ բաներ։ Արդեն գրի տարածք էր մտել, պատմվածքներ էր գրում, այստեղ կա նաև պատմվածքների գիրքը, կարդաք կտեսնեք պարկեշտության, բարության, ընկալման այն բարձր եզրերը, որտեղ որ Խաչականը արդեն իսկ էր։ Անկախ այն հանգամանքից, որ 3 տասնամյակ էր ապրել մեր այս մեղավոր աշխարհի կյանքում, կարողացել էր 100-ամյա մարդու իմաստությունը համբարել իր մեջ։ Եվ այսօր էլ մեզ բոլորիս դասեր է տալիս։ Սովորեցնում է ճիշտ ապրել, օրինակ չկորցնենք լույսը։ Ավանդ է թողել մեզ, հա։ Պատգամ է թողել մեզ, չկորցնենք լույսը։ Ինչ լույսի մասին է խոսքը, էլեկտրականության հետ լույսի եւ հովհարային անջատումների մասին չի։ Տարբեր տեսակի պլանշետներից ու այֆոններից մեր երեսներին ճառագուտ լույսի մասին չի, այդ լույսն է, որ պիտի մենք հասկանանք որն է մեր կյանքի համար լույսը եւ որ լույսի ետևից մենք պիտի գնանք։ Այս նախաձեռնությունը հենց այդ լույսի ծիրը ցուցանող ճանապարհի այդ ընթացքին է միտված։ Եվ շնորհակալություն եմ դարձյալ հայտնում բոլորից, ովքեր որ այս հրաշք նախաձեռնությունը ունեն եւ խոսքը միայն ոսկի ծիլերի մասին չի, մենք պիտի հունձք ունենանք, ամենակարևորը հունձք ունենանք։ Չհամարեք այստեղ ձեր հաջողությունները, ձեր, այսպես ասած, գլխավոր եւ գերագույն հաղթանակը։ Դա հերթական ճանապարհին, հերթական մի հանգրվան է, որից հետո պիտի գնանք էլ ավելի առաջ։ Նոր նվաճումներին միտված, որովհետև դեպի լույսը ճանապարհը անընդհատական է, ինչպես որ գրի ճանապարհը, անընդհատական է։ Շնորհակալություն իմ մայրբուհին, շնորհակալություն այսպես ազգային հերոսանվիրան, այստեղ եւ իր տողերական եւ իր մասին Արմեն Ավանեսյանը եւ իսկ աշխատել եւ նշանակներ ես չէի կարող, որովհետեւ իր էջը կարողացան կոտրել, բացել եւ գտնել են գաղտնիքները, որը ինքը ուներ եւ իհարկե ես չէի կարող արդյունքով աչքերով կազմել ավելի շատ օգնեցից։ Կարծում եմ հետաքրքիր նյութեր կգտնենք իր մասին են եւ մարտական ընկերների խոսքն եւ տարբեր ուրեմն ճանաչողների խոսք եւ նրանք ովքեր պատերազմից հետո ճանաչեցին։